Ժուրնալիստների ասպարեզ ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանը հայտնեց, որ Շիրակի մարզի 36 կոտորակ 39 եւ 10 կոտորակ 20 ընտրատեղամասերում հրաժարվել են գրանցել ասպարեզ օրաթերթի եւ ասպարեզ կայքի լրագրողներին միաժամանակ, պատճառաբանելով, թե դրանք նույն լրատվամիջոցն են։ Ես իրենց համարել են երկար բացատրել եմ, որ դրանք տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են եւ օրենքը չի պահանջում, որ դրանք անպայման լինեն տարբեր հիմնադիրների կողմից։ Ասպարեզ ԵՄ եւ ասպարեզ օրաթերթը հիմնադրված են ժուրնալիստների ասպարեզ ակումբից, բայց տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են։ Սա ուղիղ հաղորդում է հանցագործության մասին։ Բացի այդ, խնդիրների առջև են կանգնում դիտորդները։ Շատ լուրջ դիմադրության է հանդիպում դիտորդները թեմամասերում, երբ փորձում են հսկել քրեատիվիստիկ ստանալու process-ը։ Ուզում են իսկապես տեսնել, որ կոնկրետ ստանում է ինչ հասանելիք քրեատիվիստիկի, ինչ իրավունք դիտորդներն ու զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչները ունեն։ Այս իմաստով ակնհայտ է, որ երևի ռեժիմը պլանավորել է մարդկանց քվեարկություն ոչ իրենց հասանելիք քվեատվիստիկներով։ Պարոն Բարսեղյանն այս երկու դեպքերի առթիվ բողոք է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն որևէ դեպքում իրավիճակը չի շտկվել։ Ահազանգ ստացվեց նաև լրագրողներից, որոնք գնացել են լուսաբանելու Սերժ Սարգսյանի քվեարկությունը, սակայն իրենց թույլ չի տրվել պատճառաբանելով, թե նախապես չեն հավատարմագրվել, թեև օրենքով պարտադիր հավատարմագրում նախատեսված չէ։ Ավելի ուշ լրագրողներին թույլատրել են մտնել ընտրատեղամաս, սակայն միայն 40 րոպե ժամանակով։ Ժուրնալիստների ասպարեզ ակումբի ղեկավարն այս իրավիճակին մի բացատրություն է տեսնում։ Ռեժիմը այսպիսի դիմադրություն երևի սպասում էր արդեն եւ իր բոլոր ամբողջ խելքը ներդրել է, որպեսզի հնարավորինս չեզոքացվի քաղաքացիական հսկողությունը կամ վերահսկողությունը։